Մեր ղեկավարները սկսին ասել, որ Արցախը անկախ պետք է լինի։ Վստահեցնում եմ, բոլոր մեր ղեկավարները դրան չէին հավատում, որ երբևիցե դա կլինի։ Եվ ոչ մեկ չէր հավատում։ Ոչ մեկ չէր թողա այդ տարածքում Հայաստան ունենալ երկու պետություն։ Բացառվում էր դա։ Եվ ինչ ասեմ, երևի թե ոչ թե անգրագետ պետք է լինես, որ դա չհասկանաս, այլ երևի թե շատ ավելի վատ։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ, որոնք իրոք մտածում էին Արցախի մասին, մեկ էլ չգիտես ինչի, հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի դեպք, որը բոլորս ցավով հիշում ենք, ու հետաքրքիրը նա է, որ այդ օրերին ազգային անվտանգության համար պատասխանատու անձը ոչ թե չպատժվեց, այլ հակառակը, առժամանակ հետո նույնիսկ ստացավ պաշտոնի բարձրացում։ Բայց ազգային անվտանգության համար պատասխանատուն այդ թվում երկրի նախագահն էր։ Փաստացի ոչ մեկ պատիժ չկրեց, ոչ մի ձևի։ Այստեղից սկսեց Հայաստանում ղեկավարների անպատժելիությունը։